Ողջույն սիրելի բարեկամներ, բարևում եմ բոլորիդ, կխնդրեմ սկզբի համար չեք մոռանում ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ինչպես գիտեք, Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետի մասին է խոսքը, ձերբակալվել է։ Ու հիմա գիտեք ես ինչ եմ ուզում ձեզ ասել, այն նույն սցենարը, որը տեղի ունեցավ Ղարեգինի շուրջ, այդ նույն բանը հիմա էլ տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի շուրջ։ Այն նույն մարդիկ, ովքեր որ պնդում էին, որ Ղարեգինը պետք է այդ, հիշում եք, չէ՞, այդ հաղորդումը, որ հետո երբ որ ժամանակալի դառնում են Ղարեգինի պաշտպանները, հենց այդ նույն բանը տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի հետ, տեսակ, չէ՞։ Հենց Վարդան Ղուկասյանին ձերբակալեցին, այն նույն մարդիկ, ովքեր Վարդանի Իկով էին խոսում, հիշում եք, ասում էին Վարդանիկ, ասում էին նա հանցագործա, իր որդին հանցագործա, շրջապատը հանցագործա, չգիտեմ, իրանց ցեղի արական սեռի ներկայացուցիչները սա հանցագործ են։ Հիշում եք, չէ՞, ցանկ իրանց խոսքերն են, սրանք իրանց բառերն են։ Ամեն օր հիշացնում էին, որ Գյումրիում հանցագործ քաղաքապետ կա, այդ նույն հանցավոր բանդան եկել է իշխանության, այս իշխանությունները ոչ մի բան չարեցին, հանցագործներին չբռնեցին, հենց Վարդան Ղուկասյանին ձերբակալում են ընդամենը 6 ամիս հետո, իր ընտրությունից հետո, դե ինչպես գիտեք, հանցագործը չի փոխում, որ ասում է կարմիր կովը կաշին չի փոխում, միշտեղ հանցագործը չի փոխում, հանցագործը նույն հանցագործն է, 6 ամիս հետո ձերբակալում են, կաշառակերության համար այդ կասկածով, քանի որ գիտեք արդեն այդ զապիսները դրոնով բան այդ խոսակցությունները կան, դե հետո թե մի մեղավոր չէ, թողենք դատավորի վրա, դատավորը թող բանանի, համի հենց այդ նույն մարդիկ, ովքեր այսքան մեղադրանքներ էին հնչեցնում Վարդան Ղուկասյանի հասցեին, վդրուկ դառան իրա պաշտպանները, սենց էլի են թևերները սենց աճավ, սենց դառան իրանք էլի սենց հրեշտակ, ու սենց եկան սկսան, թե գիտեք ինչ կա, սա Վարդան Ղուկասյանը քաղբանտարկել է։ Երեք ասում էին հանցագործը։ Վարդան Ղուկասյանը մի դարավ քաղբանտարկյալ, մի ազնիվ մարդու եք բռնե, մի հիանալի քաղաքական գործիչի, մի հայրենասերի եք բռնե, վայ, ոյ, եւ իհարկե հայտարարություններ, իհարկե նորից նույն հեքիաթը, չգիտեմ, ուժի անհամաչափ ուժի կիրառում, ոստիկանների անհամաչափ կիրառում, ծեծ, ջարդ, այս ինչա կատարվում մեր երկրում, էսից դիկտատուրա է, նույն խայտառակ պատկերը շարունակում է։ Ես այս ամեն ինչ ուզում եմ ձեզ հիշեցնել, քանի որ հենց այդ նույն ընդդիմությունը, որը որ դե մենք այն խորհրդարանի մեջ ընդդիմությունը լավ գիտենք, ով ռուսիկն է լվանում, այս սրանք այդ խորհրդարանից դուրս են գտնվում, հասկանում եք, սրանք այլընտրանք են ձեզի ներկայացնում, որ մտում թե մենք այլընտրանք ենք, մենք սրանց հետ կապ չունենք, ոչ նրանց հետ կապ չունենք, մեզի ձայն կտակ ապագայում, մենք ոմանք նոր կուսակցություն են ստեղծում, ոմանք դրա ճանապարհին են, ոմանք էլ դեռ միայն հայտարարություններով են, սահմանափակվում, այսինքն դրանք այդ ալտերնատիվ մտում ուժերն են։ Իրականում ես ոնց հասկացա, դրանք այն իմ ասած նույն 10 ովչիկներն են, աշխատում են նույն ուղղությամբ, աշխատում են նույն մարդկանց համար, որտեվ կուտ տալով, ուզում են իհարկե կուտ տան մեր ժողովրդին, կուտ տալով, թե իրանք տարբերվում են, բայց այն որ ասում եմ վճռական պահերին իրանք հայտարարությունով նույն հանցագործներն են, նույն հանցագործներին են պաշտպանում, այսինքն ինչա նշանակում քաղբանտարկյալ, Վարդան Ղուկասյանը ոնց կարող է լինել քաղբանտարկյալ։ Եթե դուք ուզում եք իշխանությանը քննադատեք, լիքը քննադատելու բան կա իշխանությունը, օրինակ կարակ ասեք ինչու է հիմա ձերբակալվում։ Հասկանում եք տարբերությունը։ Ոչ թե ինչու է ձերբակալվել, ինքը շուտվանից պետք է ձերբակալված լիներ իշխանություններ։ Այս խեքը մի քարոզար շավանում, խեք հիմա այս պահին ձերբակալում, Դուք օգտագործում եք այս ամենը որպես քարոզ արշավ։ Իրականում եթե դուք լավ իշխանություն լինեիք, դուք պետք է շուտվանից Վարդան Ղուկասյանին ձերբակալած լինեիք, Ինքը ընդհանրապես պետք է իրավունք չունենար մասնակցել ընտրություններին։ Այսա կլներ իրական, եւ հասկանալի քննադատություն իշխանության հասցեին, ոչ թե ասեք, եսում եք բռնում, բան, դուք քաղաքական հետապնդում արեցիք, չգիտեմ, ինքը քաղբանտարկյալ է, բա ինքը որ քաղբանտարկյալ է, մի քաղբանտարկյալները կարող կողի վրա շուռ գան իսկականից։
Դուք չեք ամանչում ձեր հայտարարություններից, դուք չեք ամանչում, դուք չեք հասկանում, որ մեր ժողովուրդը, շուտվանից արդեն բավականին չափ բարձրացրել է իր գիտակցությունը եւ լավ հասկանում է, որ դուք հմի պրոստը կլոնություն եք անում։ Դուք ձեր հայտարարություններով դուք ցույց եք տալի, դուք ինչքան ոչ պրոֆեսիոնալ եւ կլոնի կարգավիճակում եք գտնվում մեր Հայաստանի Հանրապետությունում, մեր հայրենիքում։ Դուք սովորական այն նույն տասովչիկներն եք, ովքեր որ վիզ դրին տասով կարին, Ռուբեն Մխիթարյան բան, Մթոմ Դերասան, Մերասան, էսին տասովչիկները որ կան, որ ասեն վիզ են դնում տասով կային անում ուրիշի համար, որտեվ իրանք այդքան տաղա չեն, իրանք այդքան չկան, որ մի բան անեն իրոք հայրենիքի համար, իրանք համար, իրանք պետք է վիշտին ինչ-որ մեկի համար տասով կանեն, չէ՞, վիզ դրին տասով կարին, անին տվին, հանցագործին իրաց ձեները, իրանք տասով չիկին, ես ասում եմ, էլի կրկնում եմ, իրանք ընդհանրապես տաղալնելու իրավունք չունեն, որտեվ իրանք տասով չիկ են ծնվել, տասով չիկ էլ սատկելու են, մետ նույն ձև տասով չիկ էլ դուք եք, դուք տասով չիկ եղել եք, տասով չիկ մնալու եք, դուք ձեր հայտարարություններով ցույց եք տալի, որ ձեր քաղաքական ուժը ոտից գլուխ, ընդհանրապես տասով չիկ են, որտեվ դուք տասով կա եք անում այն մարդկանց համար, ովքեր քանդել են մեր երկիրը։ Ես անցյալ վիդեոին ասել եմ, դուք վզակոտներդ կտենաք, դուք մեր քաղաքական դաշտում հաջողություն չեք տենա։ Իմ ասածա, պրծավ։ Ես ամեն օր հետևելու եմ ձեր բոլորին, ով դրանց համար մի հատ լավ բառ ասեց, ես մի հատ լավ բառ ուղիղ ասելու եմ ձեր Անուն ինչա, այդ կուսակցությունն է, մթոմ բան, չգիտեմ, չնայած ձեզ ուր դուս կուսակցություն, դե կուսակցություններ էլ չկան։ Մի երկու հատ փնթի հավքվել են իրար կողք նստել են, իրանց ասում են ջան, իրանց ասում են ջիգյար ու էդի բանն է, էդ եղավ կուսակցություն, հայտարարություններն էլ գեր մեծամասնությունը նստում, չգիտեմ, ընդ երևի ինտելիգենցիա արտիֆիցիալով են անում, այդ IA կոչվածով են անում, բռնում տպում դնում են կամ հելնում են ինչ-որ վիդեո են անում, խոսում են։ Դուք ընդհանրապես Հայաստանում անելիք չունեք։ Համի նայեք, ոստիկանություն հիմի ես ձեզ եմ դիմում։ Դուք չեք հոգնե փնթի աշխատելուց, Դուք որ հանցակորձ եք ձերբակալում, ես ողջունում եմ։ Այդ որ դրոնով գալի լսում եք խոսակցությունը, լավ եք անում։ Բոլորին պետք է լսել, բոլոր այդ հանցագործներին եւ ձերբակալել, բայց հարգելիներ ջան, ես աշխարհում մենակ միտեղ եմ տենում, որ ու էդի Հայաստանն է, որ գիտեք ինչ կա, մարդուն ձերբակալելուց մարդ արդեն, ես էլ որ երրորդ դեպքն է արդեն, իմանում է, որ եկել են իրանց հետևից ձերբակալելու։ Ուրեմն էթում են ձերբակալելու ու այնտեղ արդեն, չգիտեմ, այն էլ իրա մթոմ ճակերտների մեծ ասած ժողովրդին է հավաքում, սպասում որ դիմավորի ձերբակալողներին, այսինքն ոստիկաններին, այք որ դեպքն է, այս Վարդան Ղուկասյանի նույն բանը եղավ, Միքայելին որ գնացիք ձերբակալելու, նույն բանն եղավ, Սամվել Կարապետյանին թվում եք ձերբակալելու նույն բանը, արդեն ոբշե մի խոսքով, էլ սաղ ինչը նշեմ, ում գնացել եք ձերբակալելու, բոլորը իրանց համակիրներին հավաքում եւ սպասում են ձեզ, այսինքն ժամանակի շուտ իմանում են, որ դուք եթում եք իրանց հետևից, այսինքն հասկանում եք ձեր ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչ արտահոսք կա ձեր մեջից, որ էթում են արդեն մարդկանց ասում են, դες պատրաստվեք, հեսա ձեր հետևից գալիս են։ Ու այնքան շուտ են այս ամեն ինչի մասին իմանում, որ հələ հասցնում են մարդ հավաքեն կամ տեղափոխվեն կամ չգիտեմ պատրաստվեն, որ շոուն լավ լինի, որ ցեն ժողովրդին ցես լավ ցույց տակ, դուք մասկեքով եկաք, իրանք էլ դիմադրեցին, մի հրմշտոց, մի բրթոց, մի ջարդոց, ցեն ձորով մտանք բռնինք, հետևի դռից հանինք, քացով տվինք դուրը բացինք, ցենց ընդից էլ նկարում են, թե ոնց են սրան վասցնում, թեզի ոնց ասես գմ վազում տանում, Այս ինչ աշխատելա ձև է, այս ինչ ոչ պրոֆեսիոնալ ձև է, մի ոնց հասկանամ Դուք ինադու եք անում, որ շոու անեք, այսինքն դուք էլ այդ ընդդիմադ դտմիկների հետ, եւ այս իշխանամտիկների հետ ցենց իրար հետ աշխատում եք, որ մեր ժողովրդին շոու ցույց տաք, թե դուք իրոք գործ եք անում։ Եթե դուք իրոք ուզում եք ձերբակալեք հանցագործին, կապ չունի նա քաղաքապետի ինչա, այն էլ կաշառակերության համար, որի զապիսը դուք ունեք, ու թույլատվությունը արդեն ունեք ձերբակալելու, լսեք ինչ եմ ասում։ Սենց ման չկա աշխարհի վրա, որ սենց դուք այդ քաղաքապետարան, բա ինչ եք այդում քաղաքապետարան։ Առավոտ ժամը 6-ին ցես գալիս է գազելը կանգնում է զորքի հետ։ Մտնում են բում, խփում են քացով տալիս են դուրը բացում են մտնում են տուն, ժամը 6-ին տրուսիկով սենց վեկալում են, սենց թևերից ու սենց վորի են մասից, սենց բարձրած տանում են գազելի դուրը բացում են, գցում ես սենց կարտոշկեն ոնց է շփրտում, այդ ձև գցում ես բանի մեջ, գազելի մեջ դուրը փակում ես, դավայ, до свидания ու տանում ես դեպի
ոստիկանատուն տենց են ձերբակալում կաշառակեր պաշտոնյային ոչ թե գիտես ինչ կա ասենց մի հատ շոու մի հատ բան են էլ իրա մթոմ ժողովրդին հավքում է ընդ շատ փոքր հատվածն է իրոք աջակից են մնացածը 10-ով չի կեն էլի 10-ով չի մի այդ որ գնում է անդե գոռում է Վարդանին ձերմիտ ու բան աբջան բան էտի որ դու տուն ես եթում ասենք տունը քեզ ինչ ես ասում տղուտա կամ երեխուտ ինչ ես ասում որ դու հերես թե դու 10-ով չի կես Վարդան Ղուկասյանը ասկի քո անունը չգիտի համոզված եմ ինչ որ մեկը քեզի կանչել ասել արա կեթաս ընդե մի հատ Վարդանին բան անես դու էլ գիտես դու թասիբով տղա ես դու 10-ով չի կես կամ այն կնանիք դուք վիդեոներ ժողովուրդ ջան տեսած կլինեք այ որ սենց ինչ որ տարօրինակ ձեդեր են հարում դե ոստիկանները բան որ գարցան դե մի հատ կնիկ կան ինչ էր անում դες ու սենց ինչ որ բաներ անում ձեռներն են չարժում էր որ չեմ ջոգում համի արաբես թե Իրաքի կոմի քրդերից ես ինչ ես ճիշտ ես ձեներ ես հանում ձեռներդ էլ խես են հանում դու հիվան չես հոգեկան ու ես էլ պետք է թատուն ասի չգիտեմ բանը տունը կնիկ կա այդ ինչ ձևա կամ դու ով ես դու խես էլ ես բան անում կամ ընդհանրապես այդ ով է կազմակերպում այդ որ մարդկանց հավաքում են այսինքն ես ասացի չէ ոստիկանության մեջ արտահոս կա կամ ինա դու կազմակերպված ա քանի որ կարող այս ամեն ինչը շոու լինի կազմակերպում են սրանք է գալիս են էնի մեկի քրդական բաներ են անում արաբական բան մեկը չգիտեմ բրթում է մի հատ մի հոգու պետք է ձերբակալեն դուք պատկերացրեք մի հոգու չլիներով պրոֆեսիոնալ մարդ ես գիտես այնպես ձերբակալեի ոչ մեկի վրա խաբար չլինի իսկ հետո հետևից ով գկար իր համար ավելի վատ կլեր այդ ձև պետք է լինի որտեվ ով գալիս է օրենքի դեմ ընդդիմանում է այն էլ օրենքով զապիսը կա բանը կա ձերբակալվածն էլ հայտնի համաշխարհային մակարդակի հայոց աշխարհի մեջ համաշխարհային մակարդակի մի հատ հանցավոր տիպ Գիտնական են բռնի հանցագործ են բռնի սաղս գիտենք ինքը հանցագործ է այն ինչ ծնված օրվանից գիտեմ ինքը հանցագործ է սրան փրկում չկա կարմիր կով իրակաշ ինչ փրկում բրծավ էսի շուտվանից պետք է ճաղերի հետևի մլներ Ոբշե մի հատ խայտարակ պատմություն Հայաստանի Հանրապետությունում որը բերելու է ես ասում եմ ժողովուրդ ջան դու գիտեք ինչի է մեր վիճակը այսպես որտեղ մենք քաղաքական գործիչներ չունենք Հավայի խոսացող մոլախոտների հավաքածու գերմեծամասնությունը օդ փչող մարդիկ են մի օր ասում են այս մարդը հանցագործ է հաջորդ օրը ելնում են ասում են խաղ բանտարկյալը մի օր ասում են Գարեգինը պետք է թա հենց պահը գալի ասում են Գարեգինին ձեռ չտակ ոբշեմ սրանց նման օդ մեկ էլ աշխարհի վրա չկա այս երկիրը ինչ ապագա պետք է ունենա ես որ ասում եմ մեր հիշում եք իմ եթերների մեջ որ ասում եմ ես մեր Դժբախտությունների գերմեծամասնության պատճառը պետականամետ քաղաքագործիչներ չունենալն է, սա աղել է ստամոքսամետ ինչ-որ մի հատ այլանդակի ծնունդներ, հակապետական մարդիկ, գերմեծամասնությունը, բացառությամբ մեկ-երկուսի, արայի դրանց էլ չեն թողի աշխատել, այդ բացառությամբ այդ մեկ-երկուսի գլուխը էլի հայ կերել է իրա այդ տականք տեսակով, այդ տականք տեսակը, այդ որ Գարեգին Նժդեն ասում է հայի տականք տեսակ Արա դուք երբ եք հասկանալու, որ դուք շատ քիչ եք տարբերվում, որովհետև եթե դուք այդ ձեր գործողությունների հետևանքով բերելու եք Հայաստանի քանդմանը, ինձ քաղաքական գործիչներին եմ ասում, անմտածելակերպ, 10-ով չիկներ, օր ու գիշեր նստած մտածում են, թե քամին որտուս փչի ինչ խոսան, օր ու գիշեր մտածում են, թե ոնց ժողովրդի ներվերի հետ խաղան, ու այնքան կլոնական է, չգիտեմ, որ արդեն ժողովուրդը ղժում է վրեկները, իրանք չեն նկատում, որ արա չեք տենում, որ ժողովուրդը ղժում է արդեն ձեր վրա։ Մի քանի հոգու հավքել են ընդ իրանց մեջ, իրանք գցում են, իրանք իրար մեջ ուրախանում են այդ հայտարարություններով, չեն ուզում նկատեն, արա նես բան պետք է ասեք, որ իրական լինի, օգուտ տա Հայաստանին, նես պետք է լինի ձեր գործողությունները, որ Հայաստանին առաջ տանի, ոչ թե հետ ընծած։ Այս ինչ խայտարակությունն է։ Այս ինչ խայտարակությունն է։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ, որ դուք նորից ճանաչեք, որտեվ ես իշխանության մասին շատ եմ խոսացել, խորհրդարանի մեջին դիմության մասին շատ եմ խոսացել, շատ լավ գիտենք իրանք ովքեր են, շատ լավ գիտենք իրանց թերությունները, իրանց պահվածքը, ամեն ինչի մասին էս 2 տարի է խոսում ենք, բայց սրանց մասին ոչ մեկ չի խոսում։ Ու ես ոնց հասկացա, չի պատրաստվում խոսալ, բայց արդեն կարմիր գիծը իրանք հատել են։ Արդեն ես համոզվեցի
որ սրանք ոչ մի բան ձեզ չեն տալու։ Սրանք, այսինքն ես ինքս լսելով մարդկանց, լսելով իրանց հետ շփվելով, կողից նայելով, խոսա ես հասկացա, որ սրանք ոչ, սրանք քաղաքական ուժ չեն, սրանք ոչ մի մասնագետ չեն, սրանք սամազվանեց են, որոնք նույնպես եկել են եւ այն ճանապարհները, որ կարող է իրական հայ գա, իրական դիվանագետներ գան եւ դառնան նոր իրական ուժ, որ կարող է Հայաստանին վերջով առաջընթաց ապահովել, հա, եւ ինչու ոչ իրական ընդդիմություն դառնալ այսօրվա իշխանություններին, հա, սրանք եկել են այդ իրանց մանրապաճեղ ոչ պրոֆեսիոնալ եւ 10-ով չի քալով, հա, ելի կզակաս են կատարում, փագել են այդ ծակերը, հա, այդ անցքերը կամ այդ ճանապարհները ավելի ճիշտ ասած, որ այդ նոր ուժերը առաջ չգան։ Եկե sense բնիկներ են դրել ու ամեն օր դեբիլ հայտարարություն կներեք այս խոսքերից համար, բայց ինչ ասեմ, դեբիլ հայտարարություններ են անում, թե նայած քամի որյանա փչում, հետները որ խոսած կասեն, այ Վարդանիկ կասեն, Վարդանել չեն ասի, Վարդանիկը, այդ ու լենականի ակցենտով անպայման կասեն, հա, Վարդանիկը կասեն, անցագործա, Վարդանիկը սենց, Վարդանիկը նենց, որդին սենց, որդին նենց, այսրա, այս մի բարեկամը սենց, են մի այս զրպակարին, հոպ, ինքը քաղբանտարկյալը, պրծավ, այս հասրանց վիճակը, դուք լավ ճանաչեք, որ իմանաք, որ հանգարց ընտրություններին ձեն չտակ սրանց երբեք, քանի որ սրանք 10-ով կային անելու եւ Վարդան Ղուկասյանի պես, Գյումրիի պես, հա, այն նրանք ոնց 10-ով կարին տվին, փոխանցեցին Վարդան Ղուկասյանին, սրանք էլ 10-ով կային անելու, վերջում ասելու են գիտեք ինչ կա, դե մեր ձեները չհերիքեց, մենք էլ Նիկոլին դեմ ենք, հասկանում եք, եւ որոշեցին կոալիցիա, չգիտեմ, կազմել Վանեցյանի հետ, Քոչարյանի հետ, Սերժի հետ, կամ իրանց ինչ-որ պրոքսի մի ուժի հետ, որ դաժե իրանք չուզենան էլ Երևան արանքում, կուզենան մի հատ տենց պրոքսի ուժի միանան, էլի 10-ով կարած ձեներով սարքեն երկրի ինչ-որ մի պաշտոնյա, հա, այսինքն գրավեն երկիրը իրանց այդ պաշտոններով, էլի մեզ գցեն այդ նույն վատ իրավիճակի մեջ, այսինքն այն նույն անցյալ ձևերով, չնայած չի որ մի շատ լավ իրավիճակի մեջ ենք, բայց ինչ որ այդ հին վարքերը вообще անընդունելի են եւ մեզ պետք է որ այս դաշտ ընդհանրապես մաքրվի, այս 10-ովչիկներին էլ դուք ճանաչեք եւ մաքրեք, որ իրական դիմություն առաջանա, իրական մաքուր ուժեր գան եւ լինեն իրական մրցակցային հանդիմություն այս իշխանություններին, որտեվ եթե ես ասեմ այսօր այս իշխանությունները չի, դուք էլ ասում եք այս իշխանությունները չի, ես էլ եմ ասում այս իշխանությունները չի, բայց դե հարց առաջանում բա ով է, իսկ այդ բա ովի պատասխանը չկա, քանի որ բա ովը լինելով չպետք է լինի ընդամենը մեկ պատասխան, հա, այսինքն մի քաղաքական մարդու անուն ասեք կամ մի քաղաքական ուժի, որոնը պետք է մի 3-4 հատ այլ ընտրանք լինի, չես, այս երկրի մեջ, որ այդքան քաղաքական ուժեր կա, պետք է մի 3-4 հատ այլ ընտրանք լինի։ Մեր երկրում ըսկի 2 հատ այլ ընտրանք չկա։ Անգամ 2 հատ այլ ընտրանք չկա, այսինքն ասում եմ սրան հանեմ ում դնեմ ու սրա պատասխան չկա։ Դու մտածում ես, լավ սրան հանեմ ում դնեմ ու պատասխան չկա։ Թե չէ անկի լոլո ենք կարդում։ Դու մենք պետք է դրա մասին մտածենք, որ ընդդիմություն լինի արժանապատիվ, որ մենք կարողանանք արժանապատիվ ընտրություն անենք, որ ասես էսի չի, էսա այս մեկը չի, այն մեկն է, թե չէ սրա բոլոր այս իմաստը, այսինքն վատի միջև ընտրություն կատարելը, հետի մենակ, չգիտեմ, միայն հետընթաց, այսինքն դեգրադացիա է քեզ ապահովում։ Իսկ իշխանություններին ես նորից կոչ եմ անում հերիք է բռնել եւ բաց թողել մեր գլխին խաղակ, հա, հերիք է բռնոցի բաց թողությունը այդ բաց թողելով բանով մեր գլխին ինչ որ քարոզ արշավներ կազմակերպեք։ Եթե հանցագործ եք ձերբակալում, նորմալ մարդավարի գնում եք տնից ձերբակալում եք առանց շոուներ կազմակերպելու, առանց մարկային արուն թափելու, որտեղ նրանք մարդկանց մասին չեն, նրանք են որ կանչում են եկեք ժողովուրդ, բան գիտեն որ բախում պետք է լինի, մարդու արուն դաժե կարող է թափվի, բայց իրանք թքած ունեն իրանց 10-ովչիկների վրա, դե դա շատ լավ գիտենք, բայց ես ոնց հասկացա դուք էլ թքած ունեք, որովհետև դուք էլ հենց արտահոսքն եք կազմակերպում դեպի
ժողովուրդ, հա, ավելի ճիշտ կներեք, ոչ թե դեպի ժողովուրդ, այլ դեպի հանցագործներ, որ այդ հանցագործները իրաց 10-ով չիկին բանանի։ Եվ այսպես ամեն անգամ դարպակարած նրանք արդեն տեղյակ են լինելու։ Էս է ուզում ձեր հետ կիսվեի, ժողովուրդ ջան, եղեք ուշադիր մարդկանց ճակերտների մեջ կոչված քաղաքական ուժերի հայտարարություններին, որ պահը գա դուք էլ ճիշտ ձեր գնահատականը տակ։ Ստեսություն, հաջողություն, ամենայն բարիք։